Ընդհանրապես Ադրբեջան պետություն գաղափարի շուրջ, երբ որ մտածում եմ, լավագույն օրինակներից է Բալկանյան ուրեմն թերակղզում գտնվող Հունաստանի հյուսիսում Մակեդոնիա պետությունը։ Դա լավագույն օրինակն է պատմության հետ այդքան էլ կապ չունեցող մարդու համար, որ բացատրենք ինչա նշանակում արհեստացին պետություն։ Թող ինձ իհարկե մակեդոնացիները ներկայիսներ են, բայց այսօրվա Մակեդոնիա պետությունը որևէ կերպ կապ չունի Ալեքսանդր Մակեդոնացու Մակեդոնիայի հետ, որը հունական Մակեդոնիա շրջանի մասն էր եւ Ֆիլիպի որդի Ֆիլիպ Մակեդոնացու երկրամասն էր, որի որդին Ալեքսանդր Մակեդոնացին էլ ավելի հռչակ բերեց իր հայրենիքին։ Ներկայիս Մակեդոնիա պետությունը, որը երկար կռիվներից հետո Հունաստանի հետ 3, 4 թե 5 տարի առաջ սահմանադրություն փոխեց Հունաստանի պահանջով, որպեսզի այն կոչվի ոչ թե Մակեդոնիա, այլ Հյուսիսային Մակեդոնիա, իմ գնահատականով ըստ էության որևէ կապ չունի, հյուսիսայինը, հարավայինը, այդ երկիրը Մակեդոնիա չպիտի կոչվի, դա սլավոնական երկիր է, իրանք Մակեդոնիայի հետ, հունական, հելենիստական ու հելենիզմի հետ որևէ կապ չունեն այդ մարդիկ, բայց դրանք Մակեդոնիա, նույնը ադրբեջանցի, Ադրբեջան եղել է 1000 տարիներ, բայց դա եղել է պարսկական Քուր գետից հարավ, պարսկական տիրապետության ժամանակ, ընդհանրապես պարսկական Ադրբեջան կամ Ատրպատենը երկրամաս, որը տարիների ընթացքում, ասեմ ոնց ուզում եք բան, թուրքերի հովանավորչությամբ, հետո օսմանների հովանավորչությամբ, տեղի բնակիչները ավելի շատ թյուրքական ցեղերի ներհոսքի շնորհիվ եւ նաեւ ինչ որ առումով Սեֆյան Պարսկաստանի, երբ որ թյուրքական ցեղերը զավթեցին, գրավեցին Պարսկաստանը, կենտրոնական Ասիայից քոչելով հարավ, այդ ժամանակ խմորվեցին եւ այդ տարածաշրջանում արմատացան միշտ հայացքները դեպի Օսմանյան կայսրություն, հաճախ նաեւ Պարսկաստանի հետ անջատողական բաներ ունենալով 20-ական թվականներին այդ երկրամասը կոչվեց Ադրբեջան, որը կապ չունի պարսկական Ադրբեջանի հետ։ Եվ գիտեք, այսօրվա Իրանի Իսլամական Հանրապետությունում ժողովուրդ ջան կա Ադրբեջան մարզ, ոնց որ հիմա մենք ունենք Լոռի, ունենք, չգիտեմ, Տավուշ, Սյունիք, Շիրակ, Կոտայք, այնտեղ էլ կա Ադրբեջան, որը Ադրբեջան պետության հետ կապ չունի, բայց անունը ինքնին, որ դրված է, դա հետագայում տասնամյակներում կամ գուցե մոտ ապագայում գուցե տարածքային լուրջ խնդրի առաջ կանգնացնի ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես տարածաշրջանը շատ վտանգավոր տենդենս է։ Դրա համար Մակեդոնիան ամենալավ օրինակն է ներկայացնելու, թե ինչպես կարող է մի ժողովուրդ կոչվել մեկ այլ պետության տարածքի մարզի անունով եւ հետագայում հավակնություններ ունենալ, ու ես վստահ եմ, այս հաղորդումը հիշեք, ես դրա մասին խոսել եմ էլի ոչ վաղ անցյալում, Իրանի հետ Աստված մի արասե, բայց երբ որ սկսվի նարնջագույն հեղափոխություն, սենց ասած, երբ որ մոլաներից սկսեն անջատվել, դուք կտեսնեք, թե Իրանի ադրբեջանցիները ինչպիսի անջատողական շարժում են սկսելու Ադրբեջան պետությանը միանալու համար։ Դուք կտեսնեք ուղղակի, մենք սենց նստելու ենք ու սենց նայելու ենք, երևի անգամ սարսափած ենք նայելու, թե ինչպես են մի քանի միլիոնի էթնիկ ադրբեջանցիները Իրանի տրոհման process-ի մեջ ճակատագրական ներգրավվածություն ունենալու։ Եվ հիմա թուրքական ամբողջ ռազվեդկան ասեմ, եւ ոչ միայն հրեական, Մասադը շատ ուժեղ աշխատում են այդ ուղղությամբ, որ դուք թյուրք եք, դուք թյուրքական եք, թյուրքական ժողովուրդ եք եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն եւ իրանց աչքում Ադրբեջանը շատ ավելի ընդունելի եւ բան երկիր է։ Թեպետ հիմա որոշ իրանահայ ընկերներ գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց եթե դուք դիտեք ինչա կատարվում շուրջը, փաստեք, որ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ, բայց ես չեմ ուզում դա լինի։